1974 թվականին Ռանգոբիր Սինգի կողմից արված լուսանկարները տպագրվեց ամերիկյան National Geographic ամսագրում։ Տրոպիկական անտառի ֆոնին փոքրիկ, բայց շատ ագրեսիվ մարդիկ սպառնում էին իրենց մոտ հասած արշավախմբերին նիզակներով ու ուղեղներով։ Հենց այսպես ամբողջ մոլորակը իմացավ Հնդկական օվկիանոսում հյուսիսային Սենտինել կղզու գոյության եւ այնտեղ բնակվող մարդկանց մասին։ Թվում է նշանակալի աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանը վաղուց ավարտվել է, եւ ցամաքը, որտեղ ապրում են երկրի գրեթե բոլոր բնակիչները, ամբողջովին ուսումնասիրված է։ Միայն համաշխարհային օվկիանոսն է, որ մնացել է ոչ լիովին հայտնի, բայց այցելելու համար անմատչելի տարածքներ դեռևս կան։ Հիմնականում այն պատճառով, որ դրանք բնակեցված են մարդկանցով, ովքեր չեն ցանկանում օտարներին տեսնել իրենց փոքրիկ հայրենիքում։ Մերժում են քաղաքակրթության հետ կապված ցանկացած գաղափար։ Նրանք ուրիշ ոչինչ չգիտեն։ Նրանք պարզապես չգիտեն ինչ որտեղ ընթացող պատերազմների, միջազգային լարվածության աճի, Իլոն Մասկի, սմարթֆոնների եւ այլնի մասին։ Նման ցեղերին ուսումնասիրող մասնագետները նրանց անվանել են ոչ կոնտակտային ժողովուրդներ։ Այս ցեղի հետ հաղորդակցության մտածված կամ պատահական փորձերը ավարտվել են մահվամբ, բայց եղել են նաև հաղորդակցության հաջողված փորձեր, որոնց մասին կխոսենք ավելի ուշ։ Բայց այդ փորձերը վտանգավոր են ոչ միայն հասարակ մարդկանց, այլ հենց ցեղի բնակիչների համար։ Բանն այն է, որ նման ցեղերը սովորաբար չունեն իմունիտետ աշխարհում տարածված վարակիչ հիվանդությունների նկատմամբ, իսկ մշակույթների ծանոթությունը կարող է հանգեցնել անխուսափելի հետևանքների։ Կոլումբիական Նուկակ ցեղի կեսից ավելին մահացել է նման շնչառական վարակների հետևանքով, տուրիստական խմբերի հանդիպելուց հետո։ Ահա թե ինչու այդպիսի ցեղերի պաշտպանության նկատառումներից ելնելով շատ դեպքերում գիտնականները սահմանափակվում են հետազոտությունները հեռվից անցկացնելով, որքանով որ դա հնարավոր է։ Նրանք բնակավայրերը ուսումնասիրում են ուղղաթիռից, փորձելով հեռվից հասկանալ նրանց ավանդույթներն ու սովորույթները։ Որոշ դեպքերում նման ժողովուրդներն ագրեսիվորեն պաշտպանում են իրենց մեկուսացումը, եւ հենց հյուսիսային Սենտինելի բնակիչներն են ամենահայտնի օրինակը նման ծայրահեղ փակ եւ թշնամական համայնքի։ Չնայած նրան, որ գտնվում են ժամանակակից քաղաքակրթությունից ընդամենը 36 կիլոմետր հեռավորության վրա։ Համաձայն հետազոտության նրանք իզոլացված են այնտեղ ավելի քան 30,000 տարի։ Գիտնականների կողմից կղզու պաշտոնապես գրանցված առաջին ուսումնասիրությունը եղել է 1967 թվականին, երբ հետազոտողներին հաջողվել է ուսումնասիրել կղզու մի քանի հատված, մինչ բնակիչները թաքնվել էին ջունգլիներում։ Իսկ ահա 1974 թվականին այնտեղ այցելած արշավախումբը, որը արել է նրանց առաջին լուսանկարները, վերադարձել է առանց կղզին այցելելու։ Եվ միայն 1991 թվականին հնդիկ մարդաբաններին հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ հաստատել խաղաղ եւ համեմատաբար սերտ կապ սենտինելցիների հետ։ Նրանք առաջին անգամ առանց զենքի մոտեցան գիտնականներին եւ սիրով ընդունեցին նրանց նվերները։ Չնայած որ նրանք ժամանակ առ ժամանակ կտրականապես հրաժարվում էին որոշակի նվերներից, դրանք այրելով, որը հավանաբար պայմանավորված էր նրանց անհայտ ավանդույթներով։ 1990-ականների կեսերին հնդկական կառավարությունն արգելեց ցանկացած չարտոնված մուտք կղզի, թույլ տալով հեռավար հետազոտություններ միայն ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում։ Օրինակ 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո մտավախություն կար, որ բոլոր սենտինելցիները մահացել են, սակայն ինչպես պարզվել է, աղետը մեծ վնաս չէր հասցրել նրանց։ Կղզու բնակիչները սակայն կրկին թշնամացել են արտաքին աշխարհի նկատմամբ։ Համեմատաբար խաղաղ շփումներից հետո նրանք կրկին դիմեցին ագրեսիայի, փորձելով նիզակներով վնասել անգամ ուղղաթիռները։ 2006 թվականին նրանք սպանեցին 2 հնդիկ ձկնորսի, ովքեր պատահաբար հայտնվել էին Սենտինելի վրա։ Հայտնի է նաև 26-ամյա ամերիկացի Ջոն Ալեն Չաուի պատմությունը, ով 2018 թվականին գիտակցելով ամբողջ վտանգը որոշել էր կապ հաստատել կղզու բնակիչների հետ։ Առաջին անգամ նրան հաջողվել է փախչել, բայց նա ռիսկի է դիմել երկրորդ անգամ ու այլևս չի վերադարձել։ Ինչ է այժմ հայտնի հյուսիսային Սենտինելի եւ նրա բնակիչների մասին։
Կարելի է վստահաբար ասել, որ կղզու բնակիչները դեռևս ապրում են քարե դարում։ Նրանց հիմնական զբաղմունքը որսն է, ձկնորսությունը և հավաքչությունը։ Նրանք պատրաստում են նիզակներ և այլ գործիքներ խորտակված նավերից մնացած նյութերից։ Նրանք երևի թե դժվարանում են կրակ ստանալ, բայց սովորել են ստանալուց հետո պահել այն։ Բնակիչների լեզուն բոլորովին անհասկանալի է։ Սենտինելների ընդհանուր թիվը ևս հայտնի չէ։ Եվ այսպիսի շատ այլ հարցերում այս ցեղը, որը վարում է միանգամայն անկախ ապրելակերպ մնացած աշխարհից, մնում է պարզապես առեղծված։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակին, առավել հետաքրքիր նյութերը բաց չթողնելու համար։